Ինչին ես հավատում, հա? Ինչին ես հավատում, ինչին ես հավատում։ Ես հավատում եմ, որ այն, ինչը քեզ չի սպանում, դարձնում է քեզ ավելի արտասովոր։ Միշտ, ուրեմն ինչու ես ուզում ինձ սպանել։ Ես չեմ ուզում քեզ սպանել։ Առանց քեզ ինչ պիտի անեմ։ Մաֆիայի անդամներին թալանեմ։ Ոչ։ Դու լրացնում ես ինձ։ Եվ իսկապես ինչին էր հավատում նա, կամ ում էր ցանկանում սպանել, որն էր Քրիստոֆեր Նոլանի և Հիթ Լեջերի կերտած Ջոկերի խաղի իմաստը։ Ինչու Խավարի ասպետը ֆիլմից հետո Նոլանն այլևս չցանկացավ անդրադառնալ Ջոկերին, ինչպես ստացվեց, որ Խավարի ասպետի հերոսը Բեթմենն էր, բայց այն հիշվեց Ջոկերով, և վերջապես որն էր Ջոկերի գաղտնի պլանն այս ֆիլմում։ Հարցերի պատասխանն իմանալու համար դիտիր մեր թեորիան։ Քրիստոֆեր Նոլանի Խավարի ասպետը Ջոկերի սիրահարների համար պարզապես նվեր է։ Այնտեղ Հիթ Լեջերը փառահեղ է կերտել Ջոկերի կերպարը, հետմահու արժանանալով Golden Globe, Oscar, BAFTA և Screen Actors Guild մրցանակներին լավագույն դերասանական խաղի համար։ Խավարի ասպետը, որ Քրիստոֆեր Նոլանի Բեթմենի տրիոլոգիայի երկրորդ ֆիլմն էր, ավելի շատ հիշվեց Ջոկերով։ Իսկ ինչն էր դրա պատճառը։ Ենթադրում եմ այդ իրողության վրա միայն Հիթ Լեջերի փայլուն դերակատարումն ու խարիզման բավարար չէր լինի, եթե դրան չնպաստեր հենց ինքը, ֆիլմի սցենարիստն ու ռեժիսոր Նոլանը։ Նա ֆիլմի առաջին րոպեներից մեզ ցույց է տալիս, թե ինչպես է Ջոկերը Գոթեմ քաղաքում կազմակերպում փառահեղ բանկի կողոպուտ, ու այդ պահից սկսվում է Ջոկերի հանդեպ ռոմանտիզացիան։ Եթե ուշադիր լինենք այս տեսարանով, մենք միանգամից իմանում ենք մի քանի փաստ Բեթմենի ապագա հակառակորդի մասին, այն, որ նա փայլուն ինտելեկտ ունի և հեռվից կազմակերպել է նման դժվար ու կարևոր գործ։ Մի մոռացիր այս ամենը ծրագրողին։ Ձեռքերը ցալած նստում է, համելուզում է իր հետ կիսվենք։ Ապա, որ այդ բանկը հասարակ բանկ չէ, այն պատկանում է շատ կարևոր, շատ վտանգավոր անձանց։ Գոնե գիտեք, թե ում բանկն եք թալանում։ Համարիր, որ դու և ընկերներդ մեռած եք։ Երբ իրականացնում են կողոպուտի գործողությունը, մի քանի շրջադարձեր են լինում, որոնք մեր մոտ շատ արագ կարծիքներ են փոխում։ Կա պահ, երբ մենք մտածում ենք, որ վերջ, ամեն բան հիմա կավարտվի ի օգուտ բանկի, և կա պահ, որ մեզ թվում է, թե կողոպուտն իդեալական է մտածված։ Օրինակ, երբ սկսվում է գողությունը, բանկի աշխատակցուհին սեղմում է օգնության կանչի ազդանշանը, ու թվում է, որ դա կհասնի ոստիկաններին, սակայն հանցագործներն արդեն գտնվում են ճիշտ տեղում և որսում ազդանշանը։ Զարմանալի է, ոստիկանություն զանգ չի գնացել, այլ ինչ-որ մասնավոր համարի։ Նրանք զարմանում են, որովհետև դա զանգ չէր դեպի ոստիկանություն։ Բանկը, որ թալանում էին, նրանք պաշտպանության համար առաջին հերթին մասնավոր համարի է զանգում, այլ ոչ թե ոստիկանություն։ Այդտեղ Նոլանը մեզ հասկացնում է, որ դա այնպիսի բանկ է, որի կառավարությունը չի համագործակցում ոստիկանության հետ, իրենց ֆինանսական անվտանգությունը չեն վստահում քաղաքի օրինապահ մարմիններին։ Ինչի համար է այդպես, կամ այդտեղ նրանք անօրինական գործողություններ են կատարում, կամ քաղաքի ոստիկանական ուժերն այնքան թույլ են, որ նրանց կանչելն անօգուտ մի բան է։ Ընթացքում պարզ է դառնում, որ այդ երկու դեպքերն էլ իրականության համապատասխանում են, ու այն բանկը, որ կողոպտում էր Ջոկերը, քաղաքի մաֆիային էր պատկանում, ու զանգն իրենց էր ուղղված։ Հաջորդ շրջադարձային պահն այն է դառնում, երբ հանցագործները Ջոկերի ուղղորդմամբ մեկը մյուսին սպանում են։ Եվ այդ պահից սկսած մենք կրկին մտածում ենք, որ խումբը, որը միասին չի գործում, պարտվելու է։ Դրա հետ մեկտեղ բանկի տնօրենն է դուրս գալիս իրենց դեմ ու կրակ բացում հանցագործների վրա։ Նրա ինքնավստահությունից, որ հանցագործները գաղափար չունեն, թե ում բանկն են թալանում, մեզ կրկին մտածելու առիթ է տալիս, որ վերջ, հերիք չէ նրանք իրար են սպանում, մի բան էլ իր ուժերի վրա վստահ, զինված տնօրենին են բախվել։ Ու երբ թվում է, որ այս անգամ հաստատ նրանք ձախողվելու են, կրկին լինում է շրջադարձ, ու հանցագործներից մեկը, որ փախնում էր տնօրենից, մյուսին հատուկ խաբում է, որ հաշվել է ու նրա պատրոնները հաստատ վերջացել են, սակայն դա այդպես չէր։ Դա հատուկ իր կողմից մտածված, կարծես իմպրովիզացիա էր։
Ամպուշները վերջացան, չէ՞։ Ինչ։ Որ տնօրենի ձեռքով վերացնի մասնակիցներից մեկին։ Միևնույն է դա արվելու էր, այնուհետև դրանից հետո վիրավորում ու վնասազերծում տնօրենին։ Այստեղ ոչ միայն մեզ համար է լինում շրջադարձային պահ, այլ հենց այդ տնօրենի։ Նա հասկանում է, որ սրանք մի ուրիշ տեսակի հանցագործներ են, նման չեն մյուսներին։ Իրեն վնասազերծելուց հետո իրենք իրար են սպանում, ու տնօրենը կարծում է, որ դա հանուն փողի է արվում։ Եվ զարմացած նրանց արժեհամակարգից հարցնում է, թե ինչի են հավատում։ Նա չի հասկանում այդ հանցագործի ամբիցիաները, սահմանները։ Այս պահը շատ կարևոր է, այստեղ սկսվում է Ջոկերին ուղղվող ամենակարևոր եւ փիլիսոփայական հարցերից մեկը։ Ինչ արժեհամակարգի կրող է նա։ Նախկինում քաղաքի հանցագործները գոնե սկզբունքներ ունեին. պատիվ, հարգանք։ Քեզ նայիր։ Դու ինչին ես հավատում, հա։ Ում կամ ինչի է հավատում։ Նրա արարքները հակասում են նախկինում եղած հանցագործների գործելավոճին ու առաջացնում հարց. միթե նա հանցագործ է։ Եթե ընդհանրապես ոչ մի նմանություն չկա իր եւ մնացած բոլոր հանցագործների միջև, ու դրան հաջորդում է այն, որ մեզ կրկին Նոլանը զարմացնում է, երբ Ջոկերը հանում է դիմակն ու մենք իմանում ենք, որ նա ամենևին էլ հերվից չէր կազմակերպել այդ գողությունը, այլ ներկա էր այնտեղ սկզբից մինչև վերջ։ Անգամ այն փաստը, որ ինքն էլ է ներկա լինելու այդ կողոպուտին, ու ոչ ոք չիմանա, թե ով է այդ դիմակի տակ, իրեն չէր վախեցրել, որ հանցագործներին հրամայի միմյանց սպանեն, կամ նա վստահ էր, որ ինքը չի լինի հերթական զոհը, կամ իր համար խաղն ավելի կարևոր էր, քան իր եսը։ Փաստացի այս մի փոքր դրվագը խոսում է միանգամից մի քանի բանի մասին, այն որ Ջոկերը հրամայել էր սպանել իրար, դա նրա համար էր, որ նա չէր ցանկանում գործ բռնել այդ հանցագործներից եւ ոչ մեկի հետ։ Իրեն չէր համարում նրանց մի մասնիկը։ Նրան պարզապես պետք էին զինվորներ, ովքեր կլինեին իր խաղի մեջ ու որն ամենակարևորն է, բոլորը կիմանային, որ նա միայնակ է գործում այնպես, ինչպես քաղաքի հերոսը։ Սպանելով բանկի տնօրենին ու թալանելով մաֆիայի բանկը, Ջոկերը հաստատում է իր ներկայությունը։ Այս ամբողջ գործողության բուն նպատակը կարծես դառնում է ավելի մեծ ու վտանգավոր, երբ սկսում ենք հասկանալ, որ նրան գումարը չէր հետաքրքրում։ Ձեզ միայն փողն է հետաքրքրում։ Քաղաքին ավելի բարձր մակարդակի հանցագործներ են պետք։ Ես կհետևեմ, որ այդպես լինի։ Հարցը փողը չէ։ Կարևորը, որ ուղերձս հասկանան։ Հասկանում եք, նա թալանում է մի բանկ, որ պահում է այն խմբավորմանը, որ իրեն պայքարում է գլխավոր հերոսը Բեթմենը։ Փաստացի նա վնասում է իր հակառակորդի գլխավոր թշնամիներին, որպեսզի դառնա նրա միակ թշնամին։ Բայց հանուն ինչի։ Ջոկերն այս արարքով լուրջ մարտահրավեր է նետում Բեթմենին, խավարի ասպետին։ Մինչև Ջոկերի հայտնվելը Բեթմենը քաղաքի միակ հույսն էր, որ կկարողանա հաղթել մաֆիային։ Իսկ այս ու սրան հաջորդող դեպքերը խոսելու են միայն մի բանի մասին, որ մաֆիան այդքան էլ հզոր չի։ Եթե իր սեփական անվտանգությունը կամ կարողությունը չի կարող պաշտպանել, ապա որտեղ է նրա վտանգը։ Այսպիսով կա մի ավելի հզոր, ավելի վտանգավոր խաղացող։ Իր մուտքով Ջոկերը Բեթմենին ցույց է տալիս, որ պարտադիր չէ ունենալ հատուկ տեխնիկա կամ ունիվերսալ զրահաբաճկոն, եւ ոչ էլ մեծ ուժ։ Նա ցույց է տալիս, որ բավական է ունենալ մի անհասկանալի կերպար ու անհասկանալի պլան, եւ կարելի է իրար խառնել բոլորին, ստեղծել քաոս, ու որն ամենակարևորն է, կառավարել այն, կառավարել քաոսը։ Ու սա միայն սկիզբն էր։ Ջոկերի արարքը հաստատում է բանկի տնօրենի ասածը, ու քաղաքում սկսվում են խոսակցություններ, որ ուրիշ կարգի հանցագործ է հայտնվել։ Այն կարգի տարօրինակ ու անկանխատեսելի, որ անգամ պարզ չի, թե որն են իր գործողությունները, սահմաններն ու արարքների իմաստը։ Եվ այդ հատվածը հաստատում է Բեթմենն իր հարցով, երբ նա ուղիղ հարցնում է Ջոկերին, ինչու է ցանկանում իրեն սպանել, որովհետև նա չի կարողանում հասկանալ Ջոկերի այսպես ասած գործելու պատճառները։ Ուրեմն ինչու ես ուզում ինձ սպանել։ Այս հարցերը Ջոկերի կերպարի շուրջ շատ են, ու միայն դա չէ, որ հետաքրքրում է ֆիլմի հերոսներին։ Նույն կոմիսարը ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե նա ով է։ Կարծես հենց այդ գրիմով էլ ծնված լինի։ Ոչինչ։
Պատկերի, դնաթեի, ատամների ոչ մի համընկնում։ Շորերը պիտակներ չունեն։ Գրպաններում դանակներից ու վիրակապից բացի ոչինչ չկա։ Ոչ մի անուն կամ կեղծանուն։ Ոչ մի հետք չունի, որ կօգնի ոստիկանությանը հասկանալ ով է, ինչ անցյալով։ Եվ այս ամենն ավելի շատ հարցեր է առաջացնում։ Երբ Ջոկերն իր անցյալի մասին հստակ մեկ պատմություն չի պատմում, միտեղ նրան թողել է կինը, մյուսում հայրն է ալկոհոլիկ ու դաժան։ Լսիր։ Դու ինձ իմ հորն ես հիշեցնում։ Ես կին ունեի։ Նա գեղեցիկ էր քեզ նման։ Ջոկերի խաղի իմաստը այս էր. վերացնել Բեթմենի թշնամիներին, ու որն ամենակարևորն է այդ պահին քաղաքի չարագործներին, դառնալ միակ չարագործը ու թշնամին, որպեսի կարողանար հղել իր մեսիջը եւ չարագործներին, եւ Բեթմենին եւ քաղաքին։ Չարագործներին իր հղած մեսիջն այն էր, որ նրա համար էժանագին էր իրենց ամբիցիաները եւ արարքները, որոնք միայն հանուն փողի են։ Նա ցանկանում էր ցույց տալ, որ չարագործություն փողի համար չարժի անել, իսկ Բեթմենին ցանկանում էր ապացուցել, որ այն քաղաքի համար, որտեղ նա պայքարում է, հաճախ զոհաբերելով իրեն, ոչ ոք դա չի գնահատելու եւ քաղաքին պետք է ապացուցեր, որ նրանք այնպիսին են, ինչպիսին իրավիճակն է թելադրում լինել։ Կարելի է ասել նա քաոսի, դաժանության միջոցով իր ձայնը լսելի էր ցանկանում դարձնել, որ ապացուցի այն, որ մարդկանց ամբիցիաներն իրենցից չեն գալիս։ Նրանք այնպիսին են, ինչպես իրենց աշխարհն է թելադրում։ Նրանց սկզբունքները, օրենքները ձևական են։ Նրանք կարող են լավ լինել այնքան ժամանակ, որքան աշխարհը թույլ տա։ Երբ դժվարություններ ծագեն, այս քաղաքակիրթ մարդիկ իրար կուտեն։ Ու բոլորն ինչ-որ պահից կարող են դառնալ իրպես, կարող են դառնալ Ջոկեր, եւ ոչ ոք ոչնչից ապահովագրված չի։ Դրա համար էր նա տեսնելով մարդկանց ամեն մեկի համար իր մութ կողմին համապատասխան պատմություն հորինում ու պատմում այլ մարդու տեսանկյունից։ Նա ուզում էր ասել, որ այդ բարոյական արտաքինի տակ թաքնված է այս կերպարը, որը կարող է ձևավորվել այս կամ այն հանգամանքներից ելնելով։ Ու թող ոչ ոքի մտքով հանկարծ չանցնի, որ ինքը մյուսից ավելի լավն է կամ ավելի դիմացկուն։ Բացի այդ, էական չէր, թե որ պատմության արդյունքում էր նա այդպիսին դարձել։ Էական էր այն, որ այդ պատմություններից գոնե մեկը կարող էր իր հետ լիներ, եւ էական էր այն, որ նա արդեն այդպիսին էր դարձել։ Եվ գիտես ինչ։ Նա չէր ուզում ինձ տեսնել։ Նա հեռացավ։ Հիմա ամենազվարճալի կողմը։ Հիմա ես միշտ ժպտում եմ։